Շատերն ունեն բարձր խոլեստերին, բայց ոչ բոլորն են ուզում դեղորայքի օգնությամբ այն իջեցնել։ Քանի որ դեղահաբերը ունեն տարբեր հակացություններ, ոչ բոլորն են ուզում դեղահաբեր ընդունել։ Այո, խոլեստերինը կարելի է նաև իջեցնել առանց դեղորայքի։ Խոլեստերինի ընդամենը 25%-ն է առաջանում սննդից։ Այն առաջանում է կենդանական սննդից։ Իսկ բուսական սնունդը խոլեստերին չի պարունակում։ Իսկ 75%-ը առաջանում է մարդու օրգանիզմում։ Խոլեստերին կա հորմոնների, վիտամինների, բջջային պատերի ու լեղաթթվի կազմի մեջ։ Խոլեստերին արտադրվում է հատկապես լյարդում։ Լյարդում կա ֆերմենտ, որն արտադրվում է կենդանի բջջի կողմից, որն էլ կարգավորում է օրգանիզմի նյութափոխանակությունը։ Երբ որ մենք ուտում ենք իրիկունը ու շամի կամ գիշերը, բարձրանում է ինսուլինը, որն էլ ակտիվացնում է այդ ֆերմենտը, որն ազդում է խոլեստերինի սինթեզի վրա, ու գիշերը լյարդում սկսում է սինթեզվել խոլեստերինը։ Կա լավ ու վատ խոլեստերին։ Շատ կարևոր է ոչ թե այն, թե ինչ ենք ուտում, միրգ, բանջարեղեն, թե միս, այլ այն, թե երբ ենք ուտում և ինչքան ենք ուտում։ Երբ օրգանիզմում բարձրանում է խոլեստերինի քանակն ու մենք ամբողջությամբ բացառում ենք կենդանական սնունդը, ապա այդ կերպ կարգավորում ենք միայն խոլեստերինի 25%-ը։ Քանի որ խոլեստերինը սինթեզվում է լյարդում ու անցնում է արյան մեջ, ապա բջիջները, որոնք ունեն խոլեստերինի կարիք, վերցնում են իրենց անհրաժեշտ մասը, իսկ մնացած մասը ետ է գնում լյարդ, որտեղ մասնակցում է լեղաթթվի սինթեզմանը։ Հետո բարակաղյում ներծծվում ու նորից անցնում արյան մեջ ու նորից դեպի լյարդ ու այսպես շարունակ շրջանառվում է։ Այս կերպ խոլեստերինն անընդհատ շրջանառություն է կատարում մեր օրգանիզմում։ Ինչպես ասացի, կա լավ ու վատ խոլեստերին։ Վատ խոլեստերինը կուտակվելով պատճառ է դառնում աթերոսկլերոզի անոթների նեղացման։ Հիմա անցնենք ամենակարևորին։ Ինչպես իջեցնել վատ խոլեստերինի քանակը արյան մեջ առանց դեղորայքի։ Առաջինը՝ կարգավորել սնունդը։ Հնարավորինս պակասեցնել խոլեստերին պարունակող մթերքները, կենդանական սնունդը, կենդանական ճարպերն ու սպիտակուցները, խոզի միսը, գառի միսը, հորթի միսը, տավարի միսը։ Երկրորդ՝ կարգավորել էներգետիկ բալանսը, այսինքն ծախսած էներգիան պետք է գերազանցի ընդունած էներգիային։ Ինչպես արդեն ասացի, երեկոյան ուշ ժամերին չուտել։ Եթե ուզում եք խոլեստերինի մակարդակը նորմայի մեջ պահել, ֆիզիկապես ակտիվ եղեք, զբաղվեք սպորտով, քիչ կերեք ու շատ շարժվեք։ Երրորդ՝ օգտագործել բջջանյութ։ Բջջանյութը բույսերի մեջ առկա չմշակված մանրաթելն է, որը լինում է ֆերմենտացված կամ ոչ ֆերմենտացված։ Ֆերմենտացված բջջանյութը սնում է մեր աղիների լավ բակտերիաները, բայց խոլեստերինը իջեցնելու համար անհրաժեշտ է ոչ ֆերմենտացված բջջանյութ։ Ուրեմն շատ կարևոր է լուծվող ու ոչ ֆերմենտացված բջջանյութի օգտագործելը, որպեսզի իջնի խոլեստերինը։ Այն ներառում են ամբողջական ձավարեղենը, գարին, կուսկուսը, շագանակագույն բրինձը, բլղուրը, ցորենի թեփը, ընկույզը, սերմերը, գազարը, վարունգը, լոլիկը, ցուկինին, նեխուրը, կանաչ լոբին, մուգ տերևներով բանջարեղենն ու խաղողը։ Վատ խոլեստերինն իջեցնող հաջորդ միջոցը դա վիսցերիալ մասաժն է, որն ակտիվացնում է որովայնի խոռոչի օրգանների արյան շրջանառությունը, այդ թվում նաև մարսողական օրգանների ու լյարդի արյան շրջանառությունը։ Հաջորդ միջոցը դա օմեգա 3 ճարպերի ընդունումն է։ Այն մթերքները, որոնք պարունակում են օմեգա 3, իջեցնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը մինչև 23%-ով։ Օմեգա 3 են պարունակում ծովամթերքները, տարբեր տեսակի ձկները։ Կարևոր է նշել, որ եթե օմեգա 3 եք ընդունում, ապա այն սկսում է ազդել միայն 3 ամիս անց։ Այսպիսով շատ կարևոր է ստուգել խոլեստերինի մակարդակն արյան մեջ ու այն նորմայի սահմաններում պահել։ Դա շատ կարևոր է մեր անոթների համար, ինչն էլ նշանակում է, որ շատ կարևոր է մեր սրտի, ուղեղի ու բոլոր օրգանների համար։ Օրգանիզմն ամբողջական համակարգ է ու պետք է հոգ տանել առողջության համար։ Ինչպես ասում են, բժիշկը բուժում է հիվանդությունը,
Իսկ առողջությունը պահպանելը յուրաքանչյուր մարդու ձեռքում է։ Ուրեմն ամեն ինչ ձեր ձեռքերում է։ Եղեք առողջ։